Պարոն Սիմոնյան, Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ձեր սիրտը արյուն է ուզում, դուք վենդետաներ եք ուզում իրականացնել եւ փառաքար երկու սցենար եւ օպերացիան եք իրականացնում Գյումրիում, չնայած նիստերի դահլիճում ասացիք երևի հումոր է արել, բայց վստահեցնում եմ Մարտուն Գրիգորյանը բացարձակ հումորային տրամադրություն չուներ։ Ինչ կասեք ընդհանրապես Գյումրիում իշխանության զավթման ձեր փորձերի մասին։ Նախ ցավում եմ Մարտուն Գրիգորյանի համար։ Ինքը մեծ ցավի մեջ է գտնվում, ես իր համար ցավում եմ, որպես մարդ, որպես տղամարդ, որպես գյումրեցի ինքը ցավ ունի, որովհետև ինքը քաղաքական շահից դրդված մեկ մի բան է հայտարարել, ասում էր մեր մեջ արուն կա, սենց բան են ասում, դրա տեսանյութը կա, եւ դրանից հետո պաշտպանել է Վարդան Ղուկասյանի թեկնածությունը քաղաքական միտումներից դրդված, ես նաեւ ինֆորմացիա ունեմ, գուցե ճիշտ չէ այդ ինֆորմացիան, բայց ես ունեմ նման ինֆորմացիա, որ դրա պատճառով իր մերձավորների հետ ինքը շատ ծանր խոսակցություններ է ունեցել, որոնք իրեն մեղադրել են նման քայլի գնալու համար եւ այլ, ես ցավում եմ իր համար եւ կարծում եմ իրան պետք է այս փուլում հանգիստ թողնել, որ իր վերքերը չցավա, որովհետեւ իր վերքերը շատ երկար է ցավալու, իսկ Հայաստանի Հանրապետությունում, Գյումրիում, Երևանում իշխանությունը ժողովուրդն է, Վարդանիկը չի, որովիցե Ալենը չի, որովիցե մեկը չի, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությունը կատարում է դիմերում, համապետական ընտրություններում եւ դա արտահայտված է։ Բայց եք հաշտվում, հենց վարչապետ ազգային ժողովում ասում է դուրս շպրտենք հանրային քաղաքական կյանքից, անցնում եք գործ։ Ուզում եմ ասեմ, ձեր այսքան տարվա լրագրողի քաղաքական մտքի գիգանտը եւ քաղաքական ամենամեծ բանը այդ Վարդան Ղուկասյանն էր։ Բայց ժողովուրդը ընտրել է հիմա նրան, հիմա վատն է, լավն է, հրեշտակա, ի՞նչ է իրան են ընտրել է 682,000 մարդ, 100,000, 682,000 մարդ։ Հիմա ես որ հանցագործություն անեմ կամ քեզնից կաշառք ուզեմ, պետք է ինձ ոստիկանները չգան տանեն, ասեմ ինձ 682,000 մարդ է ընտրել։ Այսինքն եթե կամ ասենք ուզում հասկանամ, այդ Վարդանը Ղուկասյանը տենց հուրի փերի էր, մի բան ա ունչա, չգիտեմ, ես չգիտեմ, մի րոպե, կգամ, ստեղ չեմ, ստեղ եմ, չեմ գնում, այդ մտքի վրա էլ կգամ հենց։ Ուզում ասեմ, այդ Վարդան Ղուկասյանը բան չէր արել, իրանց տենց հայաթում ասեցին դու Վարդանիկն ես։ Դա հաջորդեց հենց վարչապետի ուղղորդմանը։ Հենց վարչապետը ասեց դուրս շպրտենք, թյուրիմացություն է Վարդան Ղուկասյանը հանգարց լսեք, նախ չեմ բարձրանում, երկրորդը լսեք, մենք այդ հայտարարությունը ես դրանից մի 4 ամիս առաջ ասել եմ, որ այդ մարդու տեղը բանտում է։ Ես ստեղ ասել եմ, որ այդ մարդու տեղը բանտում է։ Այսինքն, եթե մենք դա չասեինք Վարդան Ղուկասյանի մասին, ոչ մեկ չէր իմանա։ Այդ մարդը հələ մի հատ գնաց է Գյումրի այն ամենասիրուն փողոցով մի հատ քայլ եկեն, որ մի հատ կիսակառույց երկու հարգի վրա մի հատ երկու հարգել բարձրացել է անօրինական շինը։ Ուզում հասկանամ, եկել եք ում եք պաշտպանում։ Դուք հասկանում եք, որ դուք որպես լրագրող ձեզ նաև լավ էլի խնդրում եմ էլի ժողովրդի ձայնը կպաշտպանեք այն երկրում, որտեղ ընտրություն չկա։ Ժողովրդի ձայնը պաշտպանել պետք չի։ Գյումրի քաղաքում ամենաշատ կվերադառնամ ստեղ։ Գյումրիում ամենաշատ ձայնը հավաքել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Գնացեք ժողովրդի ձայնը պաշտպանեք։ Իրանք 3-4 կուսակցությունով միացել են, նաև վերադառնալով Մարտուն Գրիգորյանին, վերադառնալով մեր մեջ արուն կա արտահայտությանը, վերադառնալով իրար սպանելուն, իրարից ձեն գողանալու, իրար ծեծելու մասով sense միացել են։ Բան են, ընտրել են քաղաքապետ, հիմա թող իրանց մեջից նորից քաղաքապետ ընտրեն։ Դա ընտրված չի համարում, ձեր Տիգրան Ավինյանն է ուրեմն ընտրել։ Ես ասացի ընտրված չի համարում։ Ինչ ես ինձ բարեր վերաբերում։ Ժողովրդի ձայնը ընտրել են։ Հիմա ինչ տարբերակ։ Սենց ձև կա, հարց է տալիս լրագրողը եւ հարցի մեջ դնում է մի պնդում, որ եթե դու այդ պնդմանը չես արձագանքում, շարունակում ես, ասում ես, չէ, օրինակ Տիգրան Ավինյանը տենց չի եւ այլը, հաստատի իրականության մեջ մնում է այն բանը, որ դու բան ես անցկացնում, հավասարության նշան ես անցկացնում, տենց դեպքերում պետք է միշտ դա կանխել։ Հիմա կանխում են։ Ոչ, տենց չի։ Ներ պարլամենտական մի հարց։ Չէ, սպասեք, ես դեմ ասեք, Ռուզանա։ Չէ, բայց իմ հարցը գրեթե ինքը տվեց։ Պարլամենտից դուրս չէինք Պարոն Սիմոնյան, տեսեք, դուք ասում եք Վարդան Ղուկասյանը ավելի ճիշտ իշխանության ներկայացուցիչները, որ կոռումպացված է, թալանել է եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ այս ակտիվ գործողությունները սկսվեցին
նրա քաղաքապետ դառնալուց մի քանի ամիս անց։ Չէ, ով ասաց, այնց արժի քրեական գործ չկար։ Կար, բայց չէին գնում դիմակավորված, չէին մտնում քաղաքապետարան։ Ձևն է ձեզ հետաքրքիր։ Ձևն է ձեզ հետաքրքիր, շոուն։ Առավել ձևից առաջ Ադե ալավելի նորեք, ասենք շատ པարզ է ամեն ինչ, էլի, որ ասենք ինչ որ մեկ ուրիշի հետ կապված այդ հարցը տներ։ Միգուցե ես էլ տենց ինչ որ հարցից պատասխանելուց մի քիչ, չգիտեի, երբ մտեի պատասխանելուց, ասենք ակնհայտ բան ես եկել հարցնում, ասում ես բաժակը ընկել է, ջարդվել է, բայց 7 տարի հետ ընկած բաժակի հետքերով չեք գնացել կամ պատշաճ չեք գնացել։ Ում կալանավորում է, ասում է, քաղաքական այդ 37 թիվն է, ում բռնում ենք, ասում են, բայց չի եք տենց, կողմնորոշվեք։ Պարոն Սիմոնյան, պարզապես Հիմա, մի րոպե, համայնքապետերը, հետո դուք այսպիսի գործընթացներ եք։ Հարգելիս, որովհետև որովհետև այդ մարդիկ մտածում են, որ իրենք հանցագործություն անելուց հետո եւ անելու համար եւ անելու ժամանակ իրանք կարող են պատասխանվել քաղաքական որևիցե պաշտոնի հետևում։ Սա ես ուզում եմ հասկանամ, ես ինչ որ նոր բան եմ հնարում։ Այսինքն դուք չգիտեք, հա, որ քաղաքական որոշ մարդիկ, օլիգարխներ, ինչ որ մարդիկ, որոնք որ տարբեր քրեական գործերով են անցնում, իրանք սկսում են քաղաքականությամբ զբաղվել, որպեսզի հետագայում իրանք նկատմամբ քրեական գործը ներկայացվի որպես քաղաքական հետապնդում։ Մի հատ դեռ հիմա ինտենսիվությունից է զողոքում։ Չէ, պարզապես հիշում եք այդ մարդկանց, երբ որ այդ մարդիկ արդեն համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ եղել է Վարդան Ղուկասյանի նկատմամբ ախտենց, ուզում ես ձեզ մի բան ասեմ, ուրեմն մենք գրեթե այլախոհ չունենք, որովհետև բոլոր ձեր նշված մարդկանց անունները հիմա անունները չտամ, բայց ասեմ այդ բոլոր մարդկանցից այդ 10 պայմանական մարդկանցից 8-ը եւ նույնիսկ 9-ը փորձել են կապ հաստատեն իշխանության հետ եւ գան մեզ ծառայեն եւ ընդհանրապես այլախոհ չեն եղել։ Ուրեմն ասում եմ, կրկնում եմ։ Չստեղ անունները պարոն Սիմոնյան, հակառակ դեպքում օթում է լինում։ Սենց մի հատ օրինակ բան դրվագ պատմեմ, որ երկու այժմ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական գործիչ ռեստորանի անունը չտամ, իմ հետ հանդիպում էին եւ մեկը եկել էր ինձ ներկայացնում էր, ասում էր դե այնուամենայնիվ աշխատեք իր հետ, էլի ինչ կլինի։ Ժողովուրդ թարգեք, վերանս մի բացեք, թե չէ բոլորի դիմակները այսպես կբացեմ, այսպես հերթով կասեմ։ Դրա կարիքը չկա։ Այդ մարդիկ սուսուփուս կնստեն իրանց տեղերում, երբ որ այդ մարդը ծպտուն կհանի, ես կգամ եւ կասեմ հարգելիս այդ որ քաղաքական հետապնդում է, այդ որ դու այլախոհ ես, բա ինչի է այս ինչ մարդու հետ, տենց մի քիչ գեր մարդ էր այդ մարդը, եկել իմ մեր շենքի տակի ռեստորանում իմ հետ հանդիպում էր եւ ասում էր, դե ինչ կլինի, աշխատեք էլ ինքը պատրաստ է, մեկը ինքը լավ տեխնաց